Համբերությամբ ձեր հոգիները կփրկեք, այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Կարծես ուզում է ասել, համբերությունը հոգու փրկություն է։ Իսկ ի՞նչ է համբերությունը։ Համբերությունը ապրելակերպ է։ Համբերություն կամ համբերատարություն։ Լսել եք մարդիկ ասում են, այս մարդը շատ համբերատար է։ Էություն է դառնում համբերությունը։ Համբերություն։ Համբերատար մարդը ամեն ինչի մեջ համբերատար է։ Եվ քրիստոնյան, եթե համբերատարություն չունի, ուրեմն որևէ գործի, որևէ առաքինության մեջ հաջողություն չպետք է ունենա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, համբերությունը հոգևոր կյանքի շաղախն է։ Տեսել եք, մարդը տուն է սարքում, քարը դրեց, շաղախը գցում է վրան, երկրորդ քարը դրեց վրան, հետո նորից շաղախ կա։ Քարերը շատ է, տարբեր են, բայց շաղախը նույնն է, միշտ է։ Առանց շաղախի քարին չի կպչի։ Այդպես էլ առանց համբերության որևէ գործ, բարի գործ, որևէ առաքինություն չի կարող հաջողվել։ Օրինակ, մարդը ուզում է աղոթել սովորել, չէ՞։ Առանց համբերության չես կարող աղոթել սովորել։ Դու պիտի հարատևես աղոթքի մեջ, պիտի ճուկուճան գործադրես եւ այդ ընթացքում ձեռք բերես համբերատարություն, թե աղոթասիրություն, թե ավելանում, թե համբերատարություն։ Ուզում ես ընկերասեր լինել, ուրեմն պիտի համբերատար լինես։ Այդ ընտանիքում առանց համբերատարության չես կարող ներողամտություն սովորել, չես կարող սեր ունենալ եւ սեր տալ։ Եթե ուզում ես զիջող լինել, ապա պիտի համբերատար լինես։ Եթե զիջում ես, շահում ես քո հոգին, շահում ես ընտանիքի հոգին։ Այսի մենք պիտի սովորենք։ Համբերությունը կյանքի գիտակցություն է, իմաստություն է, աստվածային խորհուրդ է։ Այս համբերատարությունը պիտի էություն դառնա մեզ համար։ Ամեն ինչում մենք պիտի համբերատար լինենք եւ դրա մեջ էլ կսովորենք խոնարհություն, որտեղ առանց խոնարհության չկա համբերատարություն։ Խոնարհ մարդ իր եսը խոնարհեցնում է, իր կարծիքը, իր սկզբունքները խոնարհեցնում է եւ համբերում է։ Եվ այդ ժամանակ ինքը դառնում է խոնարհ մարդը, դառնում է թաթխամոր։ Համբերատար մարդը դառնում է թաթխամոր։ Որ տեսնում եք հպարտ մարդը ընդհակառակը չի համբերում։ Վանում է բոլորին։ Չէ, ինձ դուր չի գալի։ Սրա հետ ես չեմ խոսա, սրա հետ չեմ շփվի, սրա հետ կյանք չեմ կապի, ընտանիք չեմ կազմի։ Ես իմ սկզբունքներից հրաժարվեմ, այո, պիտի հրաժարվես, եթե դրանք քրիստոնեական չեն։ Բան քրիստոնեական սկզբունքներ, որ եթե դու ուզում ես սուրբ գործ նախաձեռնել, հա, օրինակ, եթե դու ուզում ես, որ սուրբ զատիկը դիմավորես, Քրիստոսի հարություն, ուրեմն պարտքը պիտի պահես, չէ՞։ Սասարակ օրինակ, այսօր շուտ մի բան պիտի զոհաբերես։ Եթե ուզում ես ընկերոջդ հետ հաշտվել, չէ՞։ Ուրեմն պիտի գնաս ներողություն խնդրես։ Եթե ուզում ես համերաշխ կյանք ունենալ, ինչ քո սկզբունքներից, որոնք կարևոր չեն, պիտի հրաժարվես։ Օրինակ, ինչ որ երկրում մենք ապրում ենք, օրենքներ կա, չէ՞, այդ երկիրը։ Մենք եթե ուզում ենք երկրի քաղաքացի լինել, դեռ օրենքների պիտի ենթարկվենք, հնազանդվենք։ Ճիշտ այդպես էլ եթե մենք ուզում ենք քրիստոնյա լինել, ավետարանի պատվիրաններին պիտի հնազանդվել։ Եթե մենք ուզում ենք առողջ եւ ամուր ընտանիք ունենալ, ուրեմն ընտանեկան սկզբունքներին պիտի հնազանդվենք։ Պողոս առաքյալը օրինակ ասում է. կինը ամեն ինչում թող հնազանդ լինի իր ամուսնուն։ Հələ այսօրվա աղջիկներին ասա, կինը պիտի ամեն ինչում հնազանդ լինի իր ամուսնուն։ Ո՞նց կլինի։ Ամեն ինչում հնազանդ լինեմ,
Այո, Պողոս Առաքյալն է ասում, ամեն ինչում հնազանդ եղեք։ Եվ բնականաբար քրիստոնեական ընտանիքի մասին է խոսքը։ Չի ասում, երբ որ քեզ ասում է Քրիստոսին ուրացի, դու հնազանդ եղեք, չէ։ Քրիստոնեական ընտանիքի մասին ասում։ Քրիստոնյա ամուսինը բնականաբար կնոջից ինչ պետք է ուզի։ Պետք է ուզի հավատարմություն, պետք է ուզի խոնարհություն, հա, որ մաքրասեր լինի, մաքրակենցաղ լինի, հնասան, որպեսզի գեղեցիկ լինի այդ ընտանիքը, որտեղ ամեն նավ մի նավապետ պետք է ունենա, ամեն զորք մի զորահրամանատար պետք է ունենա, երկու նավապետ մի նավ չեն կարող վարել, այդ նավը գնա ժայռն կխփի, խորտակվի։ Ուրեմն այս համբերատարությունը, խոնարհությունը դառնում է գանձ, դառնում է կյանք, համբերատարություն, էություն է դառնում։ Եվ մեր Տերը ասում է, ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Մինչև վերջ ասել, այսինքն անվերջ։ Երբ որ մարդուն ասում ես մինչև վերջ պիտի համբեր, ասում ես ինչքան դիմանում։ Չենք ասում ենք դիմացի, մենք ասում ենք համբերի։ Դիմադրողականությունը ուրիշ բան է, իմունիտետը ուրիշ բան է, համբերությունը լրիվ ուրիշ բան է, դիմադրողականությունը դա նյութական, մարմնավոր էություն է, համբերատարությունը դա հոգևոր գեղեցկություն է, Հոբը ուներ ծով համբերություն, մերը բաժակն է համբերության, համբերության այս բաժակից, համբերություն չի, ինչ բաժակով ինչ համբերություն, ծով համբերություն պետք է ունենանք։ Եվ դրանով մենք կհաջողենք եւ այդ համբերատարությամբ կարողանանք լավ աշխատանք ունենալ, լավ մասնագիտություն ունենալ, լավ կրթություն ստանալ, լավ ընտանիք ստեղծել, լավ երեխաներ մեծացնել, լավ քրիստոնյա լինել։ Ամեն ինչի հաջողության գրավականը համբերատարությունն է, ով մինչև վերջ համբերից նա կփրկվի։